10 տարի առաջ բանակում սպանված Արայիկ Ավետիսյանի մայրը Անահիտ Մկրտչյանը այսօր Վերաքննիչ դատարանում հայտարարեց. իր պահանջը 10 տարի շարունակ անփոփոխ է, պատժել որդուն սպանողին։ Տղայիս սպանել են 4 անձի ներկայությամբ, 10 տարիների ընթացքում հենց առաջի օրվանից ես ասել եմ, որ իմ տղային սպանել է գումարտակի հրամանատար Մհեր Ստեփանյանը։ 2001 թվականին Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում հարուցված քրեական գործը տարիներ շարունակ փոխանցվել է դատարանից նախաքննական մարմնին նոր քննության, բայց իրական մեղավորն անպատիժ է։ 2 տարի առաջ կասեցվել է գործի քննությունը եւ հիմա տուժողի իրավահաջորդը խնդրում է վերացնել կասեցման մասին որոշումը եւ հասնել գործի բացահայտմանը։ Անահիտ Մկրտչյանին հարցրի, ինչ հիմքով է պնդում, որ որդուն սպանել է գումարտակի հրամանատարը։ Գումարտակի հրամանատարը տղայիս անընդհատ հալածել, անընդհատ հետապնդել, անընդհատ կոնֆլիկտի մեջ ա եղել, թե ես քեզ կամ կսարքեմ ես դարիմարդ կամ կսպանեմ։ Միշտ ուզել ա ուղարկի տուն, որ փող տանի, բայց տղաս գիտեր, որ մենք չունենք հնարավորություններս լավ չի ու չէր գալիս։ Դե ժամանակ ինչի եկավ ես էլ չգիտեմ։ Հետո ինձ ասեց պետք ա տանեմ 2 լիտր օղի եւ $100։ Քրեական գործում առկա է ականատես վկա շարքային զինծառայող Արտյոմ Խաչատրյանի ցուցմունքը։ Նա պատմել է, որ գումարտակի հրամանատարը նախ ատրճանակի կոթով հարվածել է Արայիկ Ավետիսյանի գլխին, ապա դիմահար կրակել նրա վրա։ Արայիկ Ավետիսյանը սպանվել է արձակուրդից վերադառնալու հաջորդ օրը։ Քրեական գործի նյութերում բազմաթիվ հակասությունների կապակցությամբ այսօր դատարանում իր դիրքորոշումը ներկայացրեց Պաշտպանության նախարարության հատուկ կարևորության գործերով քննիչ Արման Թամրազյանը։ Նա ի դեպ այս գործով 19-րդ քննիչն է։ Քննիչն ասաց, բոլոր անհրաժեշտ քննչական գործողություններն արվել են։ Եվ այդ բոլոր գործողությունների արդյունքում չեն շտկվել, չեն պարզվել նշված հակասությունները։ Դատական նիստին մասնակցում էին նախորդ տարիներին սպանված այլ զինվորների ծնողներ։ Մի հրեք ինձ։